Երեգո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ գողջունենք ցեզ դարձյալ Մեծիդանն Գիլիգիո Գաթողիկոսության քրիստոնեական տաստիարակության բաժանմունքին գողմե գազմագերբված հավատք եւ կյանք հայդակիրով համակորձակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին այսօր Վանացայինի ստուդիոյեն ներս ուրախությամբ կհյուրընկալենք Մեծիդանն Գիլիգիո Գաթողիկոսության երիտասարդ միապաններեն եւ միաժամանակ Անտիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Դաջարի Լուսարարաբեդի եւ քրիստոնեական տաստիարակության բաժանմունքի օգնական հոգեշնոր Դեր Դավիթ Ապեղա Ասայանը, որ պիտի խոսի Վարդանանց դոնագադարության կարևորությունը խորակրով։ Աստված օգնական եղբայր եւ օգնական այսօր։ Այսօր Սրբոց Վարդանանց դոն է։ Եվ մեր բոլոր եկեղեցիներուն մեջ Սուրբ եւ անմահ բադարակ մատուցվեցան եւ հավուր բաճաճի բատկամներ փոխանցվեցան։ Բնականաբար Վարդանանց դոնը ոչ միայն եկեղեցական դոն է, այլ նաեւ ազգային բատկանելիության մարմնացումն է։ Ինչպես մյուս բոլոր սուրբերուն անունները, նաեւ Վարդանանց դոնին Սրբոց Վարդանանց սուրբերուն անունները նաեւ կգրեն մեր եկեղեցվո անուններուն, մեր եկեղեցիներուն մեջ զանազան քաղուտներ են ներս, մինչև հերավոր ամերիկաները հասնելով մինչև Լիբանան, մեր քաղուտներ են ներս, մենք ունենք Սրբոց Վարդանանց եկեղեցիներու անուններ։ Եվ ինչպես որ դարբեր սուրբերը կհիշադակվին, այդպես նաև Վարդանանց դոնը կհիշադակվի մեր մեջ։ Անոնք, որոնք ներկա գտնվեցան, վայելեցին, իսկ անոնք, որոնք բացակայեցան, գործընծուցին։ Այս երեկոյան մեր հավատք եւ կյանք հայդակրեն ներս եւս մեր հարցազրույցը նվիրված պիտի ըլլա Վարդանանցին, թե ինչ էր Վարդանանցը իր ժամանակին մեջ, ինչպես դարձավ հայ ինքնության առանցք, այսօր մեր ժամանակներուն մեջ ապրող մարդեն ինչպես դարձավ հայ ինքնության ինչ կբահանջվի Վարդանանցի խորհուրդով ոգևորվելու եւ վերջապես այդ օրվան թշնամին կդժվարանար քնահատական տալ իսկ մենք մինչեւ այսօր կխոսենք փարոյական հաղթանակի մասին սկսելով մեր հարցազրույցը այսօր ամփոփ կերպով գրնակ ներկայացնել Վարդանանց պատերազմը Նախ բարի երեկո Ուրեմն ամփոփ կերպով ներկայացնեմ Վարդանանց պատերազմը, մինչև Վարդանանց պատերազմը։ Ուրեմն 428 թվականին մեծ հայքի արշագունյաց թագավորությունը մեծ անգումը ապրեցավ։ Բայց Հայաստան իր ինքնությունը չգործընծուց։ Քազուրկ Հայաստանը գտնորինեին հայ իշխանները, հայ զորավարը Այսինքն այլ խոսքով հայ փանագի գլխավոր հրամանատարն էր Սպարաբեդ Վարդան Մամիկոնյան անոր գողքին մարզբաններ Վասակ Սյունի եւ դնդեսությունը ստանցնած էր ուրիշ հայ իշխանը որ միևնույն ժամանակ հազարապետությունը ստանցնած էր իսկ ասոնց գողքին նաեւ կարևոր դեր գրավեր Հայրաբեդին պաշտոնը, որն էր թադավարությունը, այլ խոսքով մենք բահած էինք մեր ինքնավարությունը մինչև 428 թվական և անգե 10 դարիներ ետք, 430 թվականին հազգերտ նոր քաղաքականության սկիզբը տրավ, 10 տարի ետք որոշում արավ ամբողջապես վերցնել Հայաստանի ինքնավարությունը, այդ վիճակի դրությունը Միևնույն ժամանակ հայերուն ուզեց դարձնել զրաթաշտականության։ Իրավիճակը սրվեցավ իմաստնավորի այն բահուն, երբ Թենշաբուհ անունով զորավարը եւ Գամբաշտոնյամը Հայաստան հասնելուն պես սկսավ հիմքերը պատրաստել գրոնափոխության, այլ խոսքով զրաթաշտականության։ Միևնույն ժամանակ թադավարության պաշտոնը առնվելով Գաթողիկոսեն դրվեցավ Մոքիմը, իսկ հազարապետության պաշտոնը առնելով ամադունիներու իշխանության ցերկեն դրվեցավ
Բարսիկ Բաշտոնյայեմը 449 թվականի քարունին Հայաստան ղրգվեցավ գրոնափոխության բահանջ բարունագող նամակը, ուր հազգերտ գսեր արդաշ ուր գներգայացներ հազգերտ իր նամակի մեջ ասելով, որ դարձեք զրաթաշտականությամբ, որովհետև ինչպես գիտենք 301 թվականին էր, որ հայերը դարձան քրիստոնյա եւ դակավին հիմքերը նոր էին, հազգերտ թակավոր այդ ծևով գուզեր ցուլել հայերը իր մեջ, սակայն հազգերտ չհաջողեցավ իր նպատակին հասնելով, այլ մեր հայ նախարարները եւ հայ եպիսկոպոսները ժողովը կումարեցին Արդաշադի մեջ, հայ եպիսկոպոսներուն թիվը կգազմեր 17-ը եւ նույնպես նախարարներուն թիվը կհասներ 17-ի։ Այս ժողովի ընթացքին առնվեցավ որոշումը, ուր հազգերդի շատ քաղաքավարի, սակայն միևնույն ժամանակ շատ մերժողական թիրք ցույց կտար։ Այդ նամակի մեջ գրված էր, որ քերակույն ղեկավարը իրավունք չունի իրեն ենթակա ժողովրդին գրոնական եւ հոգեվոր աշխարհի մեջ թափանցելու։ Այս խոսքը Հայաստանի մեջ գխոսվեր 449 թվականին, որ Եվրոպայի մեջ միայն խոսվեցավ 1500 թվականի շուրջ։ Բարսիկ շահը հազգերտ այսպիսի պատասխան ստանալի ետք շատ գզայրանա եւ ուրիշ նամակ մնալ գղրգե հայերուն, որում մեջ հրավեր էր, սակայն այդ հրավերին յետին գարթավատրություն ուղված հայերուն, հայ նախարարներուն եւ եպիսկոպոսներուն։ Երբ հայերը այս նամակը կստանան, ստիպված կլան իր շահին հրամանը գադարելու եւ բոլորը միասնապար կհավաքվին ու գերտան դեպի Բարսկաստան։ Երբ Բարսկաստան մուրտ կկործեն, անմիջապես գծեր պագալվին եւ անոնց որպես քերի գդարվին դիսպոն։ Դիսպոնի մեջ հազգերտ թակավոր անոնց մեկ արիտ կուտա մտածելու, մեկ օր կուտա մտածելու, որպեսի անոնք որոշում կայացնեն, թե պիտի մնան քրիստոնյա կամ պիտի շարունակեն զրաթաշտականություն։ Այլ խոսքով, եթե զրաթաշտականությունը ընդունեին հայերը, պիտի շարունակեին մնալ բարեկամ հազգերդի, սակայն երբ քրիստոնյա մնային, բոլորը բնականաբար պիտի սպանվեին, ինչպես բոլորս գիտենք, բարսիկներուն վայրի տեսակը։ Եվ հայերը, հայ նախարարներ, հայ եպիսկոպոսներ միասնաբար գխորհրդակցին այդ մեկ օրը եւ գորոշեն, որ երեսանց պիտի ուրանան։ Եվ երեսանց երբ ուրանան, հազգերտ կող կմնա այս որոշումեն եւ գղրգե յետ նախարարներն ու եպիսկոպոսները դեպի Հայաստան, որպեսզի զրաթաշտականությունը վերականգնվի Հայաստանի մեջ։ Լավ հայսուր, ինչու Վարդանանցը պատմական իրադարձությունը չէ միայն, այլ խոսքով ով էր Վարդան Մամիկոնյան։ Ուրեմն Վարդանանցը միայն պատմական իրադարձությունը չէր, որովհետև Վարդանանցը հոգևոր ընդրությունն էր։ Հայ ժողովուրդը այդ օրերուն ընդրեց հավատքը իշխանության եւ իրենց յանքին քնով։ Ավարայրի ճակատամարտը թեև զինվորական հաղթանակը չէր հայոց համար, սակայն հոգևոր եւ բարոյական հաղթանակ էր, որ գերդեց մեր ինքնությունը ու տարեր շարունակ բահբանեց մեր այդ ինքնությունը։ Ինչ կվերապերի Վարդանանցին, Վարդանանցը հայկական պատմության եւ հոգևոր կյանքի ամենասուրբ ու նշանակալից օրերեն մեկն է։ Անգիշադագե Վարդան Մամիկոնյանը եւ անոր հետ միասին նահատակված բոլոր սուրբերը, որոնք 451 թվականին ավարայրի ճակատամարտին, ավարայրի դաշտին վրա պայքարեցան հանդուկ ընկերբով պաշտպանելու համար իրենց քրիստոնեական ինքնությունը եւ ազգային ինքնությունը։ Գուզեմ անդրադարձ մգարդալել այստեղ Վարդան Մամիկոնյանի մասին։ Վարդան Մամիկոնյան
հայոց բեդության լավակույն սպարաբետներն էր, բայց ավելին ան հավատքի առաջնորդ եղավ, ան ոչ միայն զենքով, այլ հոգիով էր, որ գբادرազմեր բարսիկներուն թեմ։ Վարդան Մամիկոնյան արժանի է դիտվելու ոչ միայն որպես ռազմական ղեկավար, այլ որպես փարոյական առաջնորդ։ Ան իր ժողովուրդը չդարավ անխոհեմ արարքիմը, այլ առաջնորդեց ցայն գիտակցված ընդրությամը։ Իր գերծվածքով Վարդան Մամիկոնյան գվգայե, որ իսկական առաջնորդը իր ուսերուն պետք է վերցնե ամեն տեսակ դժվարություն եւ ամեն տեսակ դակնապ, երբ այդ բادرազմի բահը գահասնի։ Եվ այսօր բարեփոխտաբար մենք ունենք Վարդան Մամիկոնյանի նման անձեր, ռազմիկներ, որոնք Վարդանի օրինակով մեր քունտերը կղեկավարեն։ Շատ բարի։ Հիմնական պատճառը ավարայրի ճակատամարտին ինչ էր։ Ուրեմն ավարայրի ճակատամարտին հիմնական պատճառը բարսկական իշխանության փորձերն էր, որ գբարդատրեր գրոնափոխ ըլլալ հայ ժողովրդին, այսինքն այլ խոսքով հրաժարումն էր քրիստոնեության։ Հայ ժողովուրդը Վարդանի առաջնորդությամբ մերժեց այդ պահանջը, ինչպես որ ասինք, ասելով, թե հավատքը Աստուծո հետ գաբն է եւ ոչ քաղաքական բայկարը։ Քրիստոնեությունը, որ 301 թվականին ի վեր ընդունված էր ու դարձած էր pedagogan գրոնք, թարմը անց արդեն ցևավորված էր այն մտածողությունը, այն մշակութային եւ արժեքային համագարկը, որ քրիստոնեությունը գսորվեցներ եւ դակավին գշարունակե սորվեցնել մեզի այսօր։ Բարսկական իշխանության փորձը զայն վերցնել էր իրականության մեջ փորձ էր մարդուն ներաշխարհը փոխելու, որովհետև ինչպես բոլորս գիտենք, քրիստոնեությունը սիրո գրոնքն է, իսկ զրաթաշտականությունը չէր ճանչնար այդպիսի սիրո հասկացողություն։ Այստեղ է, որ Վարդանանցը գտարնա ոչ միայն քաղաքական դիմադրություն, այլ հոգևոր ինքնապաշտպանություն։ Ան երկու ընդրություններ էր հարմարիլ այդ իրականության կամ հավատարիմ մնալ մեր գրոնքին։ Վարդանանցի պատմությունը ընդրության պատմություն է, որ մինչև այսօր կգադարվի, գրնալալ մենք այդ մեկը չենք գիտակցիր, սակայն շատ հաճախ մենք այդ ընդրության առջև կգանքնենք։ Վարդանանց պատերազմին երկու որոշումներն էր ընդունել արտաքին խաղաղություն ներքին ուրացմամբ եւ կամ ընդունել վտանգը հավատքին հավատարիմ մնալու համար։ Այս ընդրությունը թյուրին չեղավ հայերուն համար եւ մինչեւ այսօր ալ թյուրին չէ, որովհետեւ շատ հաճախ մենք կգանքնենք այս ընդրության դիմաց, սակայն Վարդանանցի օրինակով մենք կոչված ենք մեր գրոնքի մեջ հավատարիմ ու հաստատ մնալու, ինչպես Ղևոնդ երեց իր քավարը հավաքեց եւ թեմ տրավ թշնամիին, այդպես ալ մենք կոչված ենք որպես ղեկավարներ եւ որպես հոգեվորականներ մեր խաչը եւ սուրը առնելու եւ թեմ տնելու թշնամիին ինչ ալ որ բադահի։ Շատ բարի։ Ինչպես կրնանք հասկանալ Վարդանանցի պատգամը հատկապես այսօր, այլ խոսքով Վարդանանցը ինչ կսե մեր երիտասարդներուն։ Այսօր Վարդանանցը մեզ գսորվեցնե հավատարիմ մնալ ճշմարտության, արժեքներուն եւ մեր քրիստոնեական խիղճին, մարդկային խիղճին, որ շատ հաճախ մենք կգործընծնենք այդ մեկը եւ կամ ընդհանրապես մարդկությունը, թեև այսօր մեզ մեջ չեմ բանջեր բռնի փոխել մեր հավատքը սուրիդակ, սակայն գփորձվինք զիջիլ մեր ճշմարտութենեն, քրիստոնեութենեն, շահե մղվելով, հարմարությունները մղվելով եւ կամ վախի ըսկացումը ըսկալու պատճառով մենք շատ հաճախ գուրանանք մեր գրոնքը,
Սակայն այդ մեկը գրնալալ չերևիր, բայց այդ մեկը գդարվի այսօր մեր մեջ դժբախտաբար։ Ուրեմն այդ իմաստով մենք գոչված ենք վարդանանցի օրինակը մեր մեջ ունենալու եւ հաստատ մնալու մեր գրոնքին, հավատարիմ մնալու մեր գրոնքին, ինչպես որ մեր հայրերը ըրին։ Շատ բարի, շնորհակալություն, առնենք մեր թաթարը։
Անոնք որոնք մեզի նոր միացան, բարձաբես հիշեցումը է որ գնեմ, հայր Դավիթն է որ գխոսի, վարտանանց դոնին արիտով, վարտանանց տունագադարության, կարևորության մասին։ Ընդհանուր ամփոփ գերբով ներկայացուց հայ սուրբը վարտանանց պատերազմը մինչև վարտանանց պատերազմը, խոսեցավ Վարդան Մամիկոնյանի մասին, պատմական իրադարձության գողքին ազգային պատկանելիության մասին, հիմնական պատճառներու մասին, թե ավարարի ճակատամարտին ինչ էր հիմնական պատճառները եւ հատկապես խոսեցավ թե Վարդանանցը ինչ կսե մեր երիտասարդներուն։ Շարունակելով մեր թաթարեն յետ հարցազրույցը։ Ինչու եկեղեցին Վարդանանցը սուրբերու շարքին գտասե։ Ուրեմն եկեղեցին Վարդանանցը սուրբերու շարքին գտասե, որովհետև անոնք նահատակվեցան ոչ միայն հայրենիքին համար, այլ առաջին հերթին հավատքի համար էր, որ նահատակվեցան, որովհետև Հազգերտ գփորձեր եկեղեցին հալածեր զրաթաշտականության արմատները մտցնելով հայերում մեջ։ Եկեղեցին գտեսնե Վարդանանցը որպես վկայություն, թե հավատքը ապրված ճշմարտություն մնե եւ ոչ միայն խոսքով, այլ ճշմարտաբես գործով։ Շատ բարի։ Այսօր Վարդանանցը պատկամ ունի մեզի դալիք եւ ինչ պատկամ ունի փոխանցելիք։ Անշուշտ որ Վարդանանցը այսօր պատկամ ունի մեզի փոխանցելիք եւ այդ պատկամն է անգվգայ է, որ փոքր ժողովուրդը գրնա մեծ հոգի ունենալ եւ երբ գողքի գուքան ամուր գլան, երբ ժողովուրդը գաբրի իր հավատքով ու արժանինքներով, ան չի գործվիր, նույնպես եթե ժամանակավորապես դգարանա, այսօր գտեսնենք, թե Հայաստան դգարացած է, սակայն դակավին գա, որովհետև մենք ունեցած ենք եւ դակավին կշարունակենք ունենալ Վարդանանցի ոգիով ծնած ու տաստիարակված անձեր, զինվորներ։ Շատ բարի։ Մեր վերջին հարցումը հայ սուրբ պիտի ըլլա հետևյալը։ Ընդհանրապես սկսվի, որ Վարդանանցի ոգիով ու գամքով ապրիլ ու քոյադեվել։ Ինչ կնշանակե։ Ուրեմն Վարդանանցի կյանքով ապրիլ կամ քոյադեվել կնշանակե հավատարիմ մնալ նախ եւ առաջ Աստուծո, եկեղեցվո, ընտանիքին եւ խիղճին։ Ինչու ընտանիք կսեմ, որովհետեւ ընտանիքը առաջին փոքր հայրենիքն է, ուր հայը իր առաջին տաստիարակությունը կստանա, իսկ երկրորդը դպրոցն է ու եկեղեցին միևնույն ժամանակ, ուր հայ երիտասարդը կամ հայ մանուկը կտաստիարակվի իր գրոնքին եւ իր գիտելիքներով։ Վարդանանց ապրիլ կնշանակե չվաճառել ճշմարտությունը, չզրիչիլ հավատքը եւ ապրիլ պատասխանատու կերպով, որպես քրիստոնյա եւ որպես ճշմարիտ հայ։ Շնորհակալություն եղբայր, վարձկենիդ կդար, Աստված ձեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ պահե։ Նմանապես այսօր։ Փագելը առաջ մեր հայդակիրը սիրելիներ, ագանչալուրը լանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սաղմոսներեն հատվածը։ Ոչ թե մեզի դեր, ոչ թե մեզի, այլ միայն քեզի վայել է փառքը, քուսիրույթ եւ հավատարմությանդ համար։ Չլա բնավ, որ հետանոց ազգերը ասեն, ուր է ասոնց Աստվածը։ Մեր Աստվածը երկինքի մեջ է, ան, որ ամեն ինչ ստեղծեց, ինչպես որ ինք կամեցավ, մինչդեռ անոնց գուրկերը լոգ արձատ ու ոսկի են, մարդկային ցերկերով շինված, փերան ունին, բայց չեն խոսիր, աչքեր ունին, բայց չեն տեսներ, ագանչ ունին, բայց չեն լսեր, քիթ ունին, բայց հոտ չեն առներ, ցերկեր ունին, չեն շոշափեր, ոտքեր ունին, բայց չեն քալեր, եւ ցայն չգա անոնց գոգորտին մեջ։ Ճիշտ անոնց պես պիտի ըլլան զանոնք շինողները, եւ բոլոր անոնք, որոնք անոնց կվստահին։ Ով ժողովուրդ Աստուծո, տուն դիրոջ վստահե,
Ան է քու օգնականդ եւ քու պաշտպան վահանդ, ով քահանաներ, դիրոջ վստահեցեք, ան է ձեր օգնականը եւ ձեր պաշտպան վահանը, թուք աստվածավախ մարդիկ, դիրոջ վստահեցեք, ան է ձեր օգնականը եւ ձեր պաշտպան վահանը, դերը չէ մորցած մեզ եւ պիտի օրհնե մեզ, պիտի օրհնե իր ժողովուրդը, պիտի օրհնե քահանաները, պիտի օրհնե աստվածավախ մարդիկը, մեծերն ու բզդիկները, դերը թող բազմացնե ձեզ եւ ձեր որդիները, օրհնյալը լապտուկ դիրոջ մե, որ երկինքը եւ երգիրը ստեղծեց, երկինքը դիրոջ կպատկանի միայն, մինչդեռ երգիրը մարդոց տվավ, մերածները չեն, որ քեզ պիտի օրհներքեն դեր, լրության աշխարհը իջնողները չեն, որ քեզ պիտի օրհներքեն, այլ մենք ողջերս ենք, որ քեզ պիտի օրհնապանենք դեր, այժմեն մինչև հավիդյան, օրհնություն երկեցեք դիրոջ, ամեն, բարի գիշեր եւ հաջելի ունգընտրություն։